Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար փոխծովակալ Ալի-Ռեզա Թանկսիրին հայտարարել է, որ Իրանը չի ենթարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին եւ պատրաստ է վճռականորեն արձագանքել ցանկացած հարձակման։ Թանկսիրին ընդգծել է, որ Իրանը երբեք չի բանակցի իր հրթիռային ծրագրի կամ դիմադրության ճակատի հնարավորությունների շուրջ։ Նա նշել է, որ Իրանը ձգտում է խաղաղ հարաբերությունների իր հարևանների հետ եւ չի ներկայացնում սպառնալիք տարածաշրջանի երկրների համար։ Անդրադառնալով Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությանը, Թանկսիրին նշել է, որ նման որոշումը բարձրաստիճան պաշտոնյաների իրավասության ներքո է, սակայն եթե նման հրաման տրվի, իր ուժերը պատրաստ են այն իրականացնել։ Թանկսիրին նաև արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին, նշելով, որ չի տիրապետում Թրամփի ուղերձի մանրամասներին եւ չի պատրաստվում վերլուծել դրանք։ Նա ընդգծել է, որ լսում է Թրամփի սպառնալիքները, դիտարկում է նրա գործողությունները եւ պատրաստվում է դիմակայել դրանց։ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների ռազմածովային ուժերի հրամանատարը հավելել է, որ Իրանը հնարավորություն ունի հարվածելու թշնամու բոլոր հենակետերին, որտեղ էլ որ դրանք գտնվեն։ Նա նշել է, որ եթե Իրանի վրա հարձակում իրականացվի որևէ աշխարհագրական կետից, Իրանը պատասխան հարված կհասցնի հենց այդ վայրին։